Վայոց ձորը սովորաբար մեր տուրիստները ասոցացնում են խաղողի այգիների եւ գինեգործության ավանդույթների հետ։ Մասամբ համակարծիք է, մասամբ չէ, որովհետեւ Վայոց ձորը Հայաստանի Հանրապետության այն հետաքրքիր մարզերից մեկն է, որտեղ կարող ես հանդիպել բարձունքներ ու անհուն խորություն։ Իդեպ բարձրությունը ջրի մակարդակից 850-ից հասնում է մինչև 3000 եւ ավել։ Այնպես որ ողջունում եմ ձեզ Վայոց ձորից, սիրելի հեռուստադիտող եւ զբոսաշրջիկ, մաղթում եմ ֆանտաստիկ բացահայտումներ եւ նույնքան ֆանտաստիկ դիտում։ Մենք դեռ մոտավորապես 20-ից 30 րոպե քայլարշավ ունենք, իսկ այդ ժամանակահատվածում կարելի է զրուցել։ Առաջին տեղանքը, որը ցուցադրելու ենք ձեր ուշադրությանը, ջրովանքն է։ 12-րդ դարի կառույց է եւ այնքան փորփրեցի գիշերը հասկանալու համար, ինչ հետաքրքիր վիդեո տարբերակներ կան մեդիա հարթակում, չկար։ Այսինքն առաջիններից մեկն ենք, որ ցուցադրելու ենք։ Չգիտեմ, չեմ տեսել, բայց համոզված եմ, որ թոփ ուղղություններից մեկն է դառնալու Վայոց ձոր այցելության ժամանակ։ Ու մեր հանդիպած առաջին արգելքը քարաթափություն։ Հիմա փորձելու ենք կամ շրջանցել, կամ վրայով։ Ոնց է ասում, մենք դժվարությունները հարգող տղա ենք։ Ոնց որ փորձենք։ Մնում է նոր ալիք չգա վրաներս։ Ասում եմ, Հայաստանը որքան գեղեցիկ է, այնքան ապացույցներ է պահանջում իրան սիրելու համար, ու այդ ապացույցները դժվարությունների տեսքով են։ Մենք այն հաղթահարեցինք, վերջ, շատ եմ կարևորում արահետներին այս գրագրությունները, տեսեք ինչ լուսավոր բարեմաղթանք է, բարի ուխտագնացություն։ Ջրովանքի տարածքում աղբ չթափել, մաքուր պահենք մեր սրբավայրերը։ Ասում եմ, սարերում դառնում եմ անկուշտ, բառիս ուղիղ ու փոխաբերական իմաստով։ Քաղցը իր հերթին, քաղց բնության ու այս կանաչի հանդեպ, որքան նայում ես, այնքան ուզում ես նայել, հասկանում եք, աչքը չի կշտանում, ու դառնում ես անկուշտ։ Մենք պարբերաբար ցուցադրում ենք ձեզ ճանապարհը, որպեսզի գալուց չմոլորվեք ու չընկերակցեք արջերին, այս սեզոնին շատ են մանավանդ ձորում։ Գլխավոր ճանապարհից շեղվում եք, ոտքի ճանապարհ է, փոքրիկ կածան, ու իջնում եք ներքև։ Հավատը մեծ ու բազմաշերտ հասկացություն է։ Ոմանց մոտ այն դրսևորվում է բարձր արժեքներով, ոմանց մոտ այն դրսևորվում է Աստծո գոյությամբ, յուրաքանչյուրն էլ ընդունելի է, ինչը ամբողջանում ու դառնում է ուժ, հավատի ուժ։ Այդ դրսևորման ձևերն են, որ մեզ բերեցին, հասցրեցին այստեղ, ինչու եմ սենց նախաբան տալիս, ուզում եմ գիտակցեք մի բան, որևէ հոգևոր կամ պատմական կոթող այցելելիս լցրեք ձեր ներսը հավատով ու ձեր ուխտագնացությունը կկատարվի, այսինքն կծառայի իր նպատակին։ Տարածքը լրիվ եդեմական է, իդեալական հանգստի համար, համապատասխան տաղավարներ էլ կան, կարող եք մթերքով նույնիսկ այստեղ գալ, ընտանեկան կինարբուկ կազմակերպելու ու ջրվեժներ, շատ լիքը։ Ճիշտ է, գաճաճ ջրվեժներ են, բայց պատկերացումդ ամբողջացնում են, ինչու ջրովանք։
որ ամեն ինչ ուզում ես տեսնես, է։ Հիմա իմն է։ Այս լավն է։ Ասեք որ շատ կանացի է, հեզ։ Մարմանդ։ Ջերովանքն իր բնական գեղեցկությամբ այստեղ բերում է ոչ միայն ուխտավորներին, այլ նաև բնության սիրահարներին ու համարվում է ոչ միայն հոգևոր վայր, այլ նաև բնական հուշարձան։ Բա ինչ լավ է, ունենք ինֆորմացիա ու ստենդը բավականին բարվոք վիճակում է։ Ջերովանքը բնության ջրաերկրաբանական հուշարձան աղբյուր է, այն պատկանում է կարստային քարանձավների տիպին, որպես մատուռ պատմության մեջ հիշատակվում է 12-ից 14-րդ դարերից եւ ընդգրկված է Արփիի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Այս էլ մեր հոգևոր անկյունը վիմափոր քարանձավային մուտքերով, ելքերով հարաստաղնել է շատ։ Ենթադրում եմ, որ խորան է, բազմաթիվ սրբապատկերներ, մարդիկ նույնիսկ գումար են թողնում այստեղ, մոմեր կան, խունկ։ Ես խոսում էի հավատի ուժից, հենց այդ ուժն է, որ մարդկանց ուխտավորներին ու հավատացյալներին բերում է այստեղ։ Մեզ հարկավոր կլինի լուսավորություն, լսի, մեզ մնում է միայն ծափահարել բնությանը, այս պատկերներն ու խորությունը ստանալու համար։ Ջուրը ամենակարող, դրա համար էլ կոչվում է ջերովանք։ Այստեղ մի հատ էլ բարձունք պետք է հաղթահարենք։ Տեսեք, մեր եկեղեցական ճարտարապետության մեջ խորանի աջակողմյան ու ձախակողմյան հատվածներում ավանդախցերն են։ Ենթադրում եմ, որ ավանդախցի պես ինչ որ տեղ է։ Օպա։ Ես ոչ մեկի հավատին չեմ ուզում կպնել, բայց այս իմ համար օրինակ ընդունելի չի էլի։ Երազանքի քարեր են կոչվում, գալիս են ու պատերի արանքներում տեղադրում, հույս ունենալով, որ այդ երազանքը անպայման կատարվելու է։ Ու բացի դա, ամեն օր այս մոմի հետքերն են ու օգտագործված լուցկոհատիկները։ Սիրուն չի, տգեղա, հաստատ Աստծո դուրն էլ չեր գա։ Ես ափսոսում եմ, որ ջրովանքի ամբողջ հմայքին ականատես չեղանք, որովհետև այս վերևից ջրեր են կաթում ու գալիս են ավազանը ջրով պատում։ Մարդիկ հավատում են, որ ջուրը բուժիչ է եւ բազմաթիվ հիվանդություններ է վերացնում։ 7 անգամ մտնում են այս ավազանով, պտտվում են, այն հատվածից դուրս են գալիս։ Այստեղ ջրով պատված է լինում այս տարածքը։ Եկանք ջրովանք ու տեսանք մատուռը առանց ջրի ինչ որ բան պակաս էր։ Բայց այդ առումով էլ ենք օրիգինալ։ Այսինքն նկարահանեցինք ու ցուցադրեցինք այս ամենը առանց ջրի, բայց դրա պակասը չզգացվեց, հավատացած եղեք, որովհետև շուրջ բոլորդ առուներ, ջրվեժներ, վտակներ գնացինք։
Հորբատեղի գեյզեր։ Մենք գալիս ենք։ Ապրի տարոնը ողջ առողջ ապահով բերեց հասցրեց տեղ ու բնության հաջորդ հրաշքը, ինչը պատրաստում ենք ներկայացնել ձեր ուշադրությանը, ժամանակ առ ժամանակ պորտկում է, բայց ընդհանուր առմամբ հանգիստ մարդ է, ծանոթանանք։ Մոտավորապես 20 կիլոմետր ջրովանքից ու դուք հայտնվում եք օրբատեղում կամ հորբատեղում, տարբեր գրականություններում տարբեր են անունները, ձայնը գալիս է արդեն, ոտատեղերն էլ ընտրեք, որ շուտ իջնեք, դե եթե դու չես շտապում, ես չեմ շտապում ու չեմ շտապում, հորբատեղի գեյզեր, սպասել, գոլոր չի ներևում, չկա, ձենցուն հանեց ու մնաց ընդ դե, Հիմա շատ քաղցած ես էլ լինում, ստամոքսդ գրգռվում է, այդ ինչ-որ ձայներ է գալի։ Ես էր։ Ես ինչ սիրուն է, խջակներ ալցի են բոմբ է։ Փաստորեն, եթե ուզում եք հասկանալ, թե ինչ է կատարվում ընդերքում, ուշադրություն դարձրեք գեյզերի մոտակայքում այսպիսի պղպջակների։ Պատկերացրեք հրաբուխը, ժայթքող եւ պատկերացրեք գեյզերը, ժայթքող։ Ուղղակի այստեղ լավան է, տաքությունը եւ կրակը, իսկ գեյզերի տարբերակում օդը, ջուրը եւ գոլորշիները։ Հայաստանը, որ ասում եմ թանգարանա բաց երկնքի տակ, լսեք ինձ, հավատացեք ինձ ու եկեք այդ թանգարանը զննելու։ Ինչ վերաբերում այս ջրին, խմել չեմ պատրաստվում, չնայած որ կան մարդիկ, ովքեր փորձել են եւ խոսել են աղիության մասին, հանքային լինելու մասին, ես ուզում եմ խոսել այս ջրի թողած հետքերի մասին։ Տեսեք, վտակի պես սենց հոսում, ու գունավորում այս հունը, աբո, լսին սիրունը, բայց տեսնում ես չէ գունային թեթև անցումը, մքից դեպի բաց շքեղա։ Եղանակը ջղայնացավ գեյզերի պես ու մենք հասանք Հերմոն գյուղ։ Այստեղ էլ գտնվում է մեր հյուրատունը, հիշեք, երազ, երազ, երազ այս աշխարհում։ Գնացինք, ապա։ Հյուրատունը նոր է, վերանորոգված, բույր կա, սպեցիֆիկ, այդ բույրը ամեն օր է։ Երկրորդ հարկ, այստեղ գտնվում է իմ սենյակը։ Ոչ ավել, ոչ պակաս, լյուքս, երազ, երազ, այս աշխարհում։ Ես դեռ ոչինչ չեմ տեսել, առաջինը աբոն է տեսել, բայց գիտեմ լույսերը ինչ-որ ստեղ են լինում։ Լյուքս,
Իմ լյուքս, ողջույն։ Ես այս մինիմալիստական ձեռագիրը սիրում եմ։ Ընդամենը փափուկ կահույք, լրագրասեղան եւ փոքրիկ սեղան, ինչի վրա տեղավորել են ջուր, սուրճ, թեյ, խմիչք ու մթերք սառը ու թարմ պահելու համար ունենք սառնարան ու մեր դիմաց ննջասենյակն է։ Մեծ երկտեղանոց մահճակալ, լավ է, 6 բարձր, 2-ը դեկորատիվ եւ 4-ը արդեն հանգիստ քնելու համար։ Խոսենք սպիտակեղենից։ Մաքուր, սպիտակ, ունենք սրբիչներ, 4-ն են, ռոմանտիկ է նաև ջահը, հարմարություններից պլազմա, զգեստա պահարան, մեր լյուքսն ունի նաև պատշգամբ։ Եղանակը անպամած է, բայց տեսարանները գեղեցիկ ու չկրկնվող։ Դե ինձնից լավ գիտեք, այս լեռնային օդը երկարակեցության ու առողջ լինելու գրավականներից մեկն է։ Շնչի ու արտաշնչի որքան հնարավոր է շատ։ Այնքան տարվեցինք օդով, մոռացանք սան հանգույցի մասին։ Ստուգենք հարմարությունները։ Օհո, ես քեզ ասեմ, լավ են մտածել ու լավ էլ ստեղծագործել են։ Վերանորոգման գույները տարբերում են սենյակի տոներից, շագանակագույնի տարբեր դրսևորումները։ Սանտեխնիկան թարմ է, խնամքի պարագաներ ունենք, ինչպես նաև առանձին լոգախցիկ։ Ինձ Եվաբոյին բաժանում ընդհանրապես մի վարագույր։ Հիգիենայի, մաքրության եւ կյանքի որակի բարելավման հարցը թողել ենք պապիրուսի ուսերին։ Ձեզ ենք ներկայացնում պապիրուսի պրեմիում դասի զուգարանի թղթերը։ Երաշերտ։ Թվում է մանրուք է, բայց այդ մանրուքից կախված է ձեր առողջությունը։ Առաջարկում եմ անպայման ուշադրություն դարձնել դրան։ Ու մի բան էլ, թանկից է ժանը, չկա։ Եթե օրերից մի օր ճակատագիրը ձեզ բերի Հերմոն, անպայման ընտրեք Երազ Guest House-ը։ Աղթում եմ ձեզ բարի գիշեր ու անուշ երազներ, կհանդիպենք առավոտյան ու կքննարկենք մեր օրվա անելիքները, հոգնած գնացի։ Բարի առավոտ, սիրելի ճամփորդասեր, հեռուստադիտող, հետևորդ, մենք սկսում ենք օրը, արևը մեզ աչքով է անում, մենք էլ այդ ջերմությունը փոխանցում ենք ձեզ։ Մենք առավոտը սկսում ենք ամենակարևորից, թարմ նախաճաշից։ Նախաճաշը մտնում է ձեր վճարած սենյակի գումարի մեջ, այսինքն հավելյալ գումար չեք վատնելու։ Չրեղեն, պահածոներ ու մեղր, ինչպես նաև թարմ հացաբուլկեղեն։ Ես պատրաստ եմ իմ օրը լցնել ջերմությամբ ու էներգիայով։ Իսկ դուք Դե իսկ Rio Grande-ի սև սուրճը դարձնում է իմ առավոտները ճամփորդելիս անփոխարինելի, ինչպես նաև բուրավետ։ Ասեք, որ դուք եք սիրում սուրճի հոտը։ Ու մենք եկանք Վայոց ձորի կանաչ անկյուններից մեկը, Գողթանիկ, ինչի համար շնորհակալություն Տար ջիպ ընկերությանը, համացանցում կարող եք փնտրել, գտնել ու կազմակերպել ձեր ջիպինգը դեպի
գողթանիկ։ Ինչ վերաբերում է ճանապարհին, եւ սեդանով եւ ամենագնացով հանգիստ կարող եք գալ սովետական շրջանից պահպանված փոսառատ ասֆալտ է։ Այստեղից արդեն ոտքի ճանապարհ, քարափների միջև թաքնված է գողթանիկի ջրվեժը, ու այնքան գեղեցիկ է երգում է ջրվեժը, այնքան հաճելի է լսել իր ձայնը, ասելու չի, տեսնելու է, տեսնելու։ Արի ապո, ես այնքան եմ ուզում ծաղիկների ականջին շշնջացող այս քամու ձայնը ձեզ բերի գողթանիկ, որովհետև սիրահարվել եմ այս գյուղին իր տարբերվող բնության համար եւ ուզում եմ, որ անիմաստ չլինեն մեր չարչարանքներն ու բացահայտումները։ Ուզում եմ գաք, տեսնեք, վայելեք, զգաք ու կրկնապատկեք, եթե ոչ քառապատկեք ձեր սերը հայրենիքի հանդեպ, որովհետև հայրենիք ունենք, աշխարհը չունի։ Էս էլ մեր գեղեցկուհին, գողթանիկի ջրվեժը, սիրունը։ Գիտեք ոնց է, անհնար է իրան չմոտենալ։ Այն որ հաստատ եմ ասում, իդեալական հանգստի պայմաններ։ Եկար, փոքրիկ լողավազանը կա, ջրվեժը կա, տեսարանները կան։ Գողթանիկի ջրվեժը այդ միայն վայրի բարի տեսակ չի։ Այս ջրվեժը գյուղի հոգին է, որը ապրեցնում է։ Առաջարկում եմ միանալ այս վայրի բարին ու շարժել մարմնի բարեմասնությունները։ Սիրունա, սիրունա։ Շարունակում ենք բացահայտումները մեր հեռուստա եւ շարունակում ենք Հայաստանը ավելի մոտեցնել ձեզ, սիրելի հեռուստադիտող։ Գողթանիկից եկանք Շատին, այս գյուղն է, Շատինից արդեն բարձրացանք վերև։ Մնացել է մոտավորապես 10-15 րոպե, չնայած որ համոզված եմ կլինեն մարդիկ, ովքեր կընտրեն հայքինգ տարբերակը, քայլարշավ ուղղակի ժամանակային առումով երկար է, մենք փորձեցինք մեքենայի օգնությամբ մի փոքր տնտեսել այդ ժամանակը, բայց հնարավոր չի, պարբերաբար կանգառներ ես անում, իջնում ես, վայելում ես այս հովիկը, զովիկը, վայրի դաղցի եւ ուրցի բույրը, այնքան կուզենամ, որ այդ բույրը հասնի ձեր քթերին, բայց հնարավոր չի ախր, դուք ինքներդ պետք է գաք հասնեք այստեղ, որ վայելեք ու հասկանաք իմ հայերենը։ Հիմա այն ձեզ համար խորհուրդ է հնչում։ Առաջարկում եմ մի փոքր action ավելացնել ձեր ճանապարհին։ Ասած ձեր մարդ ես, քեզ պետք է։ Վերջ։ Ասել կակաս արոնին համար նախատեսել։ Ճանապարհն այլևս դարձավ պատմություն, չնայած որ ես սիրում եմ այդ ճանապարհները, մանավանդ երբ գիտես ինչի համար ես գալիս ու ուր ես գալիս։ Շատ իվանք, ասեմ ավելին, առաջին
իմ այցելությունն է։ Հիմա եկեք թերթենք պատմության էջերը։ Այս հսկայական համալիրը թվագրվում է 10-ից 13-րդ դար։ Կան շինություններ, որոնք 10-րդ դարի են ու կան շինություններ, որոնք 13-րդ դարի են։ Այդ ժամանակահատվածում ինձ թվում է բավականին բաներ կառուցել են, ինչ որ բաներ էլ կործանվել են պարսկական ու թուրքական արշավանքների ժամանակ։ Կային պայծառ ու լուսավոր տարիներ, երբ տարածքում կար բնակավայր, հին բնակավայր, ինչը կոչվել է Շատին։ Հետո սողանքների պատճառով մարդկանց տարհանել են եւ գյուղը տեղափոխել են այլ վայր։ Դե յուրաքանչյուր բնակավայրում եղել են սրբավայրեր ու համալիրներ, դրա համար էլ կոչել են Շատի վանք։ Տեսնելով այս հսկայական պարիսպները, արդեն հասկանում ես, որ տարածքը հսկայական է ու շատ մարդիկ պաշտպանվել են հենց այդ պարիսպների ներսում։ Ինֆորմացիոն ստենդ, QR կոդ, չգիտեմ, չեմ տեսել, չեմ լսել։ Չկա տենց բան։ Խելագարվել կարելի է այս գեղեցկությունից։ Ինչ սիրուն է լսի։ Պատմական գրականությունը մեզ ասում է այն մասին, որ համալիրը ունեցել է շատ օժանդակ շինություններ, միտեղ գրադարան, միտեղ գրապահոց, ինչ որ հատվածում ճաշարան, պատմաբան չեմ, պատմագետ չեմ, խնդրում եմ, երբ նյութը տեղադրվի համացանց, ինձ չքարկոծեք, որովհետև իմ ինֆորմացիայի հիմքում համացանցն է, այսինքն ինտերնետ գրականությունը։ Ամեն օր խաչքարեր, գետնափոր անցումներ, կամարներ, այսօր, այս րոպեին ու այս վայրկյանին ճիշտ է Շատի վանքը ունի ավերակ կարգավիճակ, բայց այնքան խաղաղ մթնոլորտ է, այնքան պայծառ մթնոլորտ է, եղանակն էլ մեր կողմից է, ձեռքասեղմում հրավիրել է։ Ու այս լանդշաֆտի հետ միաձուլված քարերը քեզ տեղափոխում են այն ժամանակները։ Սկսում ես հասկանալ հայի տեսակը, այն արարչագործ հայի տեսակի մասին է խոսքը, շենացնող հայի տեսակի մասին է խոսքը, ձեռք սեղմող, ձեռք բռնող, իրար մասին հոգ տանող։ Հիմա չեմ ուզում խոսել վատ բաներից, ասել, որ մենք պառակտվել ենք, որ մենք էլ առաջվանը չենք, որովհետև եթե արյունը ջուր չի դարձել, եթե խոսում ենք մեր նախնիներից, եթե խոսում ենք մեր արմատներից, ուրեմն ստացվում է, որ մենք նրանց հետնորդներն ենք։ Ուրեմն ստացվում է, որ մեր արյան մեջ նույնպես կա այդ ջիղը։ Ստացվում է, որ մենք նույնպես շենացնող ենք ու իրար ձեռք սեղմող։ Հայ ենք։ Այս հատվածում եղել են կամարներ, այն էլ գլխավոր մուտքը դեպի եկեղեցի։ Լրիվ միջնադարյան է ու այնքան գեղեցիկ, այնքան համեստ ու այնքան գրկաբաց։ Գիտեք, մեր հայկական միջնադարյան հոգևոր կոթողները նման են իրար։ Եռանավ բազելիկ, միանավ բազելիկ, խորանը, ինչից ձախ եւ աջ բացվում են ավանդախցերը, ճարտարապետական նմանություններ տեսնելու եք, բայց քարերի դասավորվածությունը, գույները, աուրան լրիվ ուրիշ է։ Ամեն եկեղեցի ունի իր մթնոլորտը։
Շատի վանքին է շատ զորեղ է, շատ։ Եկեղեցին դեռ այն ժամանակներից իր վրա է վերցրել հասարակությանը կրթելու ու դաստիարակելու առաքելությունը։ Այսինքն եղել են ճեմարաններ, եկեղեցուն կից, որտեղ դասավանդվել է հայոց պատմություն, կրոնի պատմություն եւ մնացած բոլոր առարկաները։ Այդ կերպ ու այդ ձև մենք ունեցել ենք մտածող ու գիտակցող հասարակություն։ Դրա համար ամբողջապես եկեղեցին ներկայացնել որպես հոգևոր կենտրոն, ես կարծում եմ սխալ է։ Կներեք սուբյեկտիվության համար, բայց այս հսկայական համալիրը իր վրա վերցրել է մի շարք առանձնահատկություններ ու այդ առանձնահատկություններից գլխավորները կրոն ուսում։ Եթե ուզում եք իմանալ իմ հետ տպավորությունները, ասեմ, սերը շատ էր։ Ամբողջ համալիրի տարածքում սեր կար։ Ու ստացվում է, երբ սիրով կազմակերպում եք ձեր այցը շատիվանք, այդ սիրո կիլոգրամները հետագայում դառնալու են տոննաներ, տպավորությունների տեսքով։ Իսկ մեր կյանքը շատ կարճ է։ Եկեք այն լցնենք գոնե Հայաստանը ճանաչելով։ Շատիվանքից եկանք մեր հյուրանոց, մի փոքր հանգստացանք ու հասկացանք, որ քաղցած ենք։ Մեզ մոտ շատ համով հաց են տալիս եւ առաջարկում եմ ձեր ստամոքսի պահանջները բավարարեք հենց երազ հյուրատանը։ Վայոց Ձորյան խոհանոցը շատ պարզ է, բայց այդ պարզության մեջ թաքնված է հողի եւ մարդու դարավոր սերը։ Այնպես որ ինչ դրված է սեղանին, պատրաստված է սիրով։ Առաջարկում եմ սկսել մեր համտեսը ավանդական հարիսայով։ Այնքան առատ է սեղանը, բայց ես ամեն ինչից կփորձեմ քիչ-քիչ հետագայում քաշի խնդիր չունենալու համար։ Ի վերջո մեդիա ոլորտի մարդիկ ենք։ Կեցե համագործակցությունը, Զանգեզուրի թռչնաֆաբրիկան եւ Երազ հյուրատունը շատ լավ ընկերություն են արել։ Իսկ ես էլ այդ ընկերության արդյունքն եմ։ Խրթխրթան ցորեն ու նուրբ թռչնամիս։ Դրան էլ գումարած տնական ու գյուղական յուղ։ Շատ համով է։ Քանի որ Երազը ընտանեկան բիզնես է, այստեղ հյուրանոցում աշխատում են տան անդամներ ու տան անդամի պես էլ ձեզ կողջունեն ու կտեղավորեն ու կքերակրեն ու կմնաք, ուզում եմ ասել, որ ամեն ինչ իրենք են պատրաստում։ Կոմպոտը, աղցանները, պահածոները, փորձենք։ Ալոճ չիչխան դեղց։ Այս երկու համերը ինձ անծանոթ են, փորձենք չիչխան։ Հոնի նմանեցրեցի մի թեթև կծումը, թթվաշությունը։ Ընդհանուր առմամբ սիրեցի։ Առաջացանք տժվժիկ, սիրտ, թոք, քարաճիկ, այս ամենը համեմված սոխով եւ առատ կանաչեղենով։ Բոմբա։ Այսինքն բերանիդ ապարատում այդ պայթյունը զգում ես համերի, սոխի, թեթև կծությունը, կանաչեղենի բույրը։ Ես բնավորությամբ խաղաղ մարդ եմ, բայց այս պայթյունները ոնց որ դուրս եկան, կփորձեմ էլի։ Գիտեք, պատճառը կամ արհեստավարժ պատրաստման մեթոդն է, կամ էլ այս սոուսը, որը արկա է տժվժիկի մեջ։ Միջև սեղան նստելը զրուցում էի
Տիկին Սուսաննայի հետ։ Ասում եմ, պետք չէ այդքան շատ լցնել, սեղանը արդեն ծանրացել է այս ուտեստներից, աղցաններից եւ սառը խորտիկներից։ Ասում եմ, Տիգրան, մենք բոլոր հյուրերին էլ նույն կերպ ենք վերաբերվում։ Այսինքն դենց չի, որ Տիգրանը մեդիա դեմք է, դրա համար այսքան ծանրացել է սեղանը։ Ձեզնից յուրաքանչյուրը այստեղ գալով հաստատ համոզված եմ, որ վայելելու է այս համովությունները։ Գյուղացուց վերցնում են, վերում են, պատրաստում են ու առաջին ձեռքից հրամցնում են ձեզ։ Կհանդիպենք արդեն խարույկի մոտ։ Բոլորիս բարի ախորժակ։ Սիրելի ճամփորդասեր, էս էլ մեր խարույկի անկյունը, երաս հյուրատունը առաջարկում է ձեր երեկոները ջերմացնել նման օրինակ տեղանքում, մի գավաթ գինի, պաների տեսականի ու տաքություն։ Կան ճամփորդական ուղղություններ, որոնք ստիպում են, որպեսզի երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, 10-րդ անգամ կրկնես։ Ընդհանրապես Եղեգիս խոշորացված համայնքը այն տարածաշրջանն է, որտեղ չբացահայտված շատ հետաքրքրություններ կան տուրիստի համար, հոգևորից սկսած եւ բնական հուշարձաններով վերջացրած։ Այնպես որ առաջարկում եմ, եկեք, վայելեք, հանգստացեք ու բացահայտեք։ Իսկ մեր հեռուստածրագիրը մոտեցավ իր տրամաբանական ավարտին։ Առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կիսումները թող շատ լինեն, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի ու ճանաչի Հայաստանի Հանրապետության մարզերը։ Ցտեսություն, կհանդիպենք։ Isabel, 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 Isabel.